Սև Նիվան հայրենիքին ազնորած նվիրվելու ու քաջության համար ազերի տանկիստների ահուսարսափ դարձած Մարատի մեքենան նվիրել են շահումյանցի բարերարները։ Մեզ դիմավորողը մերօրյա հերոսն է Մարատ Պետրոսյանը, կարճատև արձակուրդում էր։ Հանրապետականում միջազգային տարբեր առաջնություններից Արցախ բերած մեդալները զարդարում են տան անկյուններից մեկը։ Դավիթն ու Մարատը Սանդաուշու մարզաձևում կոփվում են դեռ մանկուց։ Յորրորդն էլ նույնպես հիմի փոքր է, բայց բարավում է, հələ տեղ չունի գրաված, բայց Դավիթ ու Մարատի մեդալներն ու պատվոգրերն են։ Առաջի դասարանից որ սկսել են բարավել, հավաքել ենք մինչև 20-19 տարեկան, 20 տարեկանի սա հավաքածուն են իրաց։ Ընտանիքում Դավիթն ու Մարատը հասունացան ունենալով առողջ մարմին ու հոգի։ Հայրը Ալբերտը Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից է, որդիներն էլ դաստիարակվեցին հոր օրինակով։ Հայրենասիրությունը միշտ այդ թեմաները մեր տանը շոշափվել է, միշտ սիրել են իրանք այդ զրույցները հոր, միշտ ընկերներով գալիս են, ասում են, պապա դե պատմի։ Տիկին Լիանան անկեղծանում է, ապրիլյան լարված օրերին թերահավատորեն էր մոտենում Մարատի ասածներին, որդին կատակասեր է եւ բնականաբար մայրը սկզբից մեծ ուշադրություն չդարձրեց։ Առաջի 2 օրը խաբար չկար, չի կարողանում զանգեք, անհասանելի է միշտ։ Դե հետո ինքը զանգեց Մարատը, ասեց պապա դե այսպես է, խփեցի տանկ։ Այդ ոնց խփեցիր տանկ։ Մենք էլ ստեղ դե պատկերացում չունեինք, ինչ է կատարվում դիրքերում։ Ասում են, մինչ հայրենիքի պաշտպանության ընդգրկվելը Մարատին դժվար էր հեռացնել համակարգչի առջևից։ Նրա ամենասիրած խաղը տանկերի որսն էր։ Վիրտուալ խաղը Մարատը կարելի է ասել շարունակեց արդեն իրականում, մարտադաշտում։ Ամեն ինչ սկսվեց ապրիլի առաջին օրերին, սահմանագծի հարավարևելյա մասում։ Առաջինը բրոնզ բան եմ կրակել, շլեմաֆոն մոռացել եմ դնել։ Կրակել են աշկերից դեմ ձեն բարձր ձեն ունի, արդեն տերից ականջներից բանը աշկերից դեմը սպիտկելա, չեմ տեսել ուր է այդում, ոնց է այդում։ Երկրորդը արդեն որ դրել եմ շլեմաֆոն։ Առաջինը ասինքն չդիպավ։ Չդիպավ, հա։ Երկրորդը արդեն որ շլեմաֆոնը դրել եմ, արդեն սովորական ձև արդեն գիտեի ոնց է այդում, ինչ ձեն է անում։ Երկրորդը արդեն կրակել եմ, արդեն կպել է։ Իրանք էլ են կրակում դեպի ձեզ։ Հա, իրանք արդեն գրադու ամեն ինչով կրակում էին մեր վրա։ Դաժե դիպուկարներ էին աշխատում։ Եվ այսպես մեկը մյուսի հետևից ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Մարատը, ով մինչ այդ հակատանկային կայանքից կրակելու փորձ չուներ, անվրեպ կործանեց թշնամական 5 տանկ եւ 1 հետևակի մարտական մեքենա։ 19 տարեկան երիտասարդն այսօր արդեն մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր է։ Արժանացել է նաեւ արիության մեդալի ու երկրապահ կամավորների միության հոբելյանական հուշամեդալի։ Դնում ենք էլ մարդիկ արդեն ասում են հենա Մարատը, այսինքն չեմ ջոկում ինչա կատարում, արդեն որ ասեն որ ինչ մեծ գործ եմ արել, դից հասկացա որ լուրջ աշխատանք ես կրել։ Լուրջ աշխատանք եմ կատարել։ Մարատը մարտադաշտում, իսկ ավագ եղբայրը վերջերս փայլուն ելույթ ունեցավ քունգ-ֆուի Եվրոպայի առաջնությունում։ Ռինգում Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչների կողմից նախաձեռնած հայտնի միջադեպի գլխավոր հերոսն էլ Դավիթ Պետրոսյանն էր։ Փակագծերը բացում է մեր չեմպիոնը։ Մինչ ռինգ դուրս գալը նախորդ մենամարտը նույնպես մեր եւ ադրբեջանցի մարզիկի միջև էր։ Վերջինիս մարզիչների բողոքով մրցավարները հաղթանակը տվեցին Ադրբեջանի ներկայացուցչին։ Դավիթը նպատակադրվել էր համարժեք պատասխան տալ։ Ասել եմ ես պետք է վաշու իջև կայեմ, էլի։ Համ շատ առավելության պետք է կրեմ, համ ռինգում խայտարական եմ սրան։ Խոսքի իրանք քչում էի ոտոս դնում միավորաբան, ցես բաների անում, մենք սախ անդում էին, սանքեր իրանց լավ չէին զգում։ Հետևից ինձ բան ասեցին, միավորեցին։ Ռուսերեն թե իրանց լեզու։ Ռուսի։ Հետո ես մոտիկացա ավելի վատ իրանց ասեցի։ Որտեղից էս 21-ը հելա որ ինձ խփեցինք իրար, արդեն սաղ մտա ռինգի մեջ կռիվը սկսեց։ Այս օրերի ընթացքում Դավթեոր համար թերևս յուրահատուկ եւ հաճելի անակնկալներից մեկը տառա սխալներով այս բացիկն է, որն ըստ երևույթի գրել է մի երեխա։ Եկել եմ ավտոն բացել, տեսել որ մի հատ նամակ դրած, գրել է լավ ես կռվում Արման Դավիթ։ Տարածքներով բայց տանց նամակ են գրել երեխեքը տվել Դավիթին։ Խանութում, փողոցում թե տանը այս օրերին շնորհավորանքների եւ բարեմաղթանքների պակաս չեն զգում ընտանիքի հայրն ու մայրը, ինչ խոսք, ազգի պատիվը պահող որդիներ են ծնելու դաստիարակել։ Տղեկը արդեն ամեն իր տեղը իր հերոսները արել են, իր ցույց են տվել որ կարող են հաղթանակ տանեն, ցույց են տվել որ կարող են կռվել։ Գիտեմ դա ամեն մի ծնող կուզենա այդպիսի տղաներ ունել, այդպիսի պարծանքը մեզ հետի, մեր ազգի հետի, մեր պետության հետի։
Դավիթը որոշել է մարզաձևում շարունակել պարապմունքները, ցանկություն ունի իր ապագան կառուցել ուժային կառույցներում։ Մարատը դեռ չի կողմնորոշվել մասնագիտության հարցում, ամեն ինչ պարզ կլինի 8 ամսից, զորացրվելուց հետո։ Եկա Ղարաբաղցին միշտ լազգի զինվոր ա եղել, խոսքի եթե բանակումներ չի, էլի ինչ-որ մի բան լինի, մենք սարասեր դիրքեր են գնում։ Գենադի Երեմյան, Հայկ Բաբայան, օր։